Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Պարոն Պապիկյան, այս տարի հուսով եմ, չնայած մի քանի օր է մնում մինչև այդ օրը, ուզում եմ հետաքրքրվել եւ շատերն են հետաքրքրվում, կհասցնենք պատշաճ ձևով պետական մակարդակով նշել այդ օրը եւ մեկ ենթահարց այն օրը, երբ որ խորհրդարանում տեղի ունեցավ քվեարկություն, անմիջապես գրեթե մի կես ժամ, մի ժամ հետո ես մի քանի տեղից ահազանգեր կարելի ասել ստացա, որտեղ հիմնարկների այդ իրենց ֆիրմաների ղեկավարները ներքին չաթով տեղեկացրել են, որ ձեզ համար հունվարի 27-ը եւ 28-ը աշխատանքային օրեր են անկախ ընդունված որոշումից։ Հիմա ինչ պետք է անենք այդ մարդկանց իրավունքը պաշտպանելու համար եւ առաջին հարցն է, խնդրեմ, եթե Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, եւ հարցի եւ օրենքի համահեղինակ լինելու համար իրականում շատ կարեւոր որոշում է ընդունել ազգային ժողովը։ Այո, կարծում եմ հնարավորություն ունենք այս կարճ ժամանակահատվածում պատշաճ կազմակերպել եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զոհերի առաջ, բայց միևնույն ժամանակ շատ եմ կարևորում հնչեցնել, որ նախկինում չգիտեմ ինչ պատճառներով կամ ինչի բերումով կազմակերպվել են Եռաբլուրում, այլ տեղերում ակցիաներ, այդ թվում նաև օրինակ պաշտպանության նախարարի կողմից խոնարհած ծաղկեպսակը ջարդել, տրորել, հարգելի հայրենակիցներ։ Սա արվում է ի հարգանս մեր զոհերի, այսինքն պղծելով ծաղկեպսակը, չեմ կարծում, որ դրանով դուք ճիշտ քայլ եք անում կամ ճիշտ ծառայություն եք մատուցում նրան, ում ծառայում եք։ Եվ կարծում եմ, որ եթե պատշաճ յուրաքանչյուրը մնա իր դերում, ապա երկրի ղեկավարությունը, կառավարությունը իր պարտքը կկատարի եւ պատշաճ կկազմակերպի ու նաեւ կայցելի համապատասխան վայրը։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Պապիկյան, ես եթե ձեր իրավասության շրջանակներում այն հիմնարկները, ֆիրմաները, որոնք իրենց աշխատակիցներին արգելում են այդ օրը իրենց հանգստի իրավունքից օգտվել։ Այդ դեպքում այդ մարդը ինչ պետք է անի։ Ինձ հարցնում են, ես անկեղծ ասած ես չգիտեմ, ինչ պետք է ասենք այդ։ Կարծում եմ լիազոր մարմինը առողջապահության տեսչական մարմինն է եւ աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը։ Կարծում եմ լսեցին ձեր բարձրաձայնածը ու կգործեն։ Շնորհակալ եմ։